Հանրապետականը չէ, որ Գագիկ Ծառուկյանին պետք է թույլ տա վերադառնալ քաղաքականություն։ Ես չեմ կարծում հանրապետականը հեռացրեց Գագիկ Ծառուկյանին, պարզապես իր վերջին ելույթները այսպես միանգամից հարված էր եւ ոչ թե ցիվիլ սահմանադրական ճանապարհով, այլ այդտեղ ինչ որ բաներ էր երևում եւ հանրապետականը ինչ որտեղ ճշմարտություն ասել։ Հանրապետականն այդքան իրավունքներ չունի, որպեսզի դեմ լինի Գագիկ Ծառուկյանի վերադարձին, ասում է Գալուստ Սահակյանը, սակայն խորհրդարանի ղեկավարը չգիտի հաջորդ ազգային ժողովը Գագիկ Ծառուկյանի կարիքը կունենա։ Ես դեռևս չգիտեմ հաջորդ խորհրդարանը իմ կարիքը ունի, թե չունի, դուք հիմա ինձ հարցնում եք նրա կարիքը կունենա։ Ինքը Գալուստ Սահակյանը մտադիր է դառնալ հաջորդ խորհրդարանի падգամավոր, բայց դա չի նշանակում, որ կլինի падգամավոր, առավել եւս նախագահ։ Բայց իհարկե խորհրդարանում պիտի լինեմ, եւ եթե հնարավորությունները ստեղծվի, նաեւ ազգային ժողովի նախագահ կլինեմ, որովհետեւ ես կարծում եմ, որ բավականին աճ է ապրել ազգային ժողովը։ Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի տարօրինակ ընտրությանը Գալուստ Սահակյանը չի ուզում քաղաքական բացատրություն տալ։ Վանաձորում ինչ է տեղի ունեցել, բնականաբար ոչ դուք գիտեք, ոչ էլ ես։ Խորհրդարանի նախագահին ընդհանրապես զարմացնում են հանրապետականին ուղղված մեղադրանքները, թե իբր կեղծեցին, կաշառեցին, բայց այստեղ մի հոգի չէ, մեծ եւ լուրջ կուսակցություն է։ Եվ այդ կուսակցության մեջ է, ինչպես նաեւ բոլոր կուսակցության մեջ կարող են եղելություններ լինել, բայց դա չի նշանակում, որ հանրապետականը լավն է, թե վատն է։ 2017-ին խորհրդարանում լուրջ տեղեր ունենալու համար ըստ Գալուստ Սահակյանի ընդդիմությունն արդեն այսօր պետք է մարզերում աշխատանք տանի, սակայն հայտնի է, որ ընդդիմությունն ընտրակաշարք առաջարկել չի կարող, պարոն Սահակյանին զայրացնում է կեղծիքների մասին ցանկացած միտք։ Երբ ասում են հանրապետականը փող բաժանեց, կաշառք տվեց, եսի ինչ արեց։ Այդպիսի այնքան դեպքեր կարող եմ ասել մյուսների մասին, ասելու չի, եւ նաեւ ընդդիմության։ Ընդդիմադիր ուժերը բազմաթիվ են եւ պարոն Սահակյանը չի կարծում, թե հաջորդ խորհրդարանում նրանք կարող են լուրջ տեղեր գրավել։ Այս պահին չեմ կարծում, որովհետեւ նման ընդդիմության ճամբար դեռևս այսօր Հայաստանում չկա։ Իդեպ խորհրդարանի ղեկավարը վիրավորված չէ լրագրողներից, պարզապես երբեմն ինքն իր մտքերը չի ճանաչում, երբ կարդում է։ Լրագրողին մեղադրում են, որ ինքը փաստորեն իր ոնց ասեմ, ուղեղին համապատասխան ուզում է դարձնել ինձ իր ուղեղին հավատարիմ։